Ինչ-որ տոնի արդիվ կարելի Ամիրյանի հոց գծի վրա, դա էլի ջոգում ես ասենք խոսքի։ Արա միասա էլի կանեն էլի նրա ախորպես միասա։ Որևէ մեկին դա զարմացրած։ Հարկատուն դարելա այս իշխանության հանցակից է։ Ասենք հрьяաները ինչ գալու են մեզ պաշտպանել, нафиг мы им нужны։ Ну մեր վարչապետը ոնց որ այդ կապիկից մարդ բացակայող էվոլյուցիոն օղակն է։ Ուզում եք ասել, որ հետագա տարիները մենք ապրելու ենք առանց Հովիկ Աղազարյանի մտքի գոհարներից։ Ումից է սա շատ վախենում Բերիայից, թե Աննա Վարդապետյանից։ Ես վախենում եմ այդ կնոջից, իսկ կանանցից աշխատում չվախենալ, բայց ճաշի պետք է վախենաս, բայց իրենց սարսափում եմ։ Բաքվում Նիկոլն դնի Ալիևին կկրի։ 100%։ Կիմ Չենինը պուճուր երկրի ղեկավարը, որը ինքն է կզծրած պահում սա մեծ երկրներին, ոչ մեկ բան չի կարող ասի։ Խորհրդարանը ուղղակի կպայթացնի։ Հին հայկական կենցաղից ինչ իրա հիշեցնում մեր Վահագն Խաչատրյանը։ Թթվի կար։ Ապես։ Երբ որ կանայք են տենց իրանց սերը շուշուտ փոխում, իրանց ոնց էին անվանում։ Բարև ձեզ, հարգելի ընկերներ, մեզ շատ կարոտած հարգելի ընկերներ, ես ձեզ մողակի ներողություն եմ խնդրում ձեզանից, որովհետև մենք 3 շաբաթ եթերում չէինք, մեղավորը մեր օպերատորն է, Արոն, խնդրում եմ բոլոր մեղքերը իր վրա բարթեք, իրան ատեք, մեզ մի ատեք, որովհետև մենք չենք մեղավորը, Արոն քաղաքում չէր եւ մենք այդպես մնացել էինք անօգնական վիճակում։ Սա ատելության քարոզ էր։ Ատելություն չէ, ես ասում եմ։ Մեզ մի ատեք, հետ եմ ասում, լավ։ Ասում եք իրան ատեք։ Դե հիմա դե իրան չեն տենում, ինքը կամերա հետևում է, իրան չեն տենում, չգիտեն ում պետք է։ Վիրտուալ Արոն։ Հա, ատեք Արոին, բայց դուք չգիտեք ով է Արոն, այտենց վիճակա։ Շարունակում ենք մեր կամերային լուրերի թողարկումը, ինչպես գիտեք, մենք ունենք ռուբրիկա շաբաթվա ձերբակալությունը։ Այս անցնող շաբաթներում այնքան մարդ ձերբակալեցին քաղաքական բնականաբար դրդապատճառներով, որ եթե մենք սկսենք սաղին թվարկելու, պրոստը ասել ինչ հոդվածով ում են ձերբակալել, կարող ենք մի 4-ը հաղորդում տենակ այդպես թվարկենք։ Հիմնականում արսես բլոկ անդրադառնանք բանը, հիմնականում ձերբակալել են ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներին, Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի ներկայացուցիչների որսներ ոնց որ սկսվել է վերջին 2 շաբաթ կամ դրա հետ կապ ունեցող ինչ որ բաներ էին գաղտնալսումներ էին հրապարակում, որը հետո չգիտեսի դառնում էր կառավարության նիստերի ինչ որ քննարկումների առարկա, բանը շփտեց մեր սովորական նիկոլական Հայաստանում ենք ապրում ձերբակալություններից ամենատարօրինակը դա բանն էր միջազգային Գրոսմայստերի ձերբակալությունը։ Ահա, Սմբատ Լեփուցյան, այն որ ասում ումից Սմբատ Լեփուցյանը չի սպասում, չի սպասում։ Ախր ինձ ձերբակալեն հասկա ջայնա։ Դու կուլտուրական մարդ։ Ասենք գրոսմեյ, այս շաբաթը արի բանանենք, այս շաբաթվա ձերբակալությունների սիմվոլը Գրոսմեյստեր շախմատի ֆեդերացիայի Հայաստանի ամենագլի գեյմ դաստիարակված զուզ կարքին մարկանցից մեկը։ Ես ճանաչում, ես շատ կարճ եմ շփվել հետո, բայց տպավորությունը միայն հիացմունքի տպավորություն է եւ այդ մարդու ձերբակալությունը այդպես բեզորեն պետք է սպանեն նարեկ։ Փողոցում էլ ձերբակալելը որն է մեր անիմաստ։ Հա, դե ուզում ասեմ ընդհանուր առմամբ, ասենց ասեմ, ձեզ գրոսմայստեր բան եւ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լեփուցյանին են ձերբակալել անցած շաբաթ։ Պարկասո տևեց մի քանի ժամ։ Հա, այնտեղ հա տանում էին, ինչ որ կանանիկ, ախպեր կերակրող մայր ձերբակալեցին, հեսա ասենք էլի, այդպես ռակուրսները, անչափած երեխա կերակրող մայր, ինչ չի կարելի 106 տարեկան տատի էին հարցակնում։ Բարոյականության սահմաններում ինչ չի կարելի անել, նույնիսկ Ստալինը որոշ դեպքերում չէր անում, սրանք անում են։ Դե հա։ Որևէ մեկին դա զարմացրած։ Չէ, նշանակում է ինձ թվում է օրինաչափ է էլի սա, եթե ոչ մեկ սա օքեյ են։ Մենք չհասցրեցինք բարևենք մեր հետևողներին։ Ողջույն հարգելիներս, եթե նոր եք նկատել մեր այս փոքրիկ տենց ջերմբան տախոցը ու չգիտեք ովքեր են այս գեղեցկադեմ տղամարդիկ եւ այս սիրունատես աղջիկը ներկայացնեմ։ Մեզ հետ են Նարեկ Մալյանը, Հաստաբան Տիգրան Աթանեսյանը եւ ես Արնելա Վերձյանս։ Հորդորում եմ չմոռանալ միանալ մեր Instagram-յան էջին, մեր YouTube-յան ալիքին, ներքևում կա հղում, կարող եք դառնալ մեր Patreon-ը, որպեսզի մեր եթերները ձեզ համար էլ ավելի հետաքրքիր դարձնենք եւ խոսքս փոխանցեմ ինչ շատ սիրելի հարգարժան Տիգրան Աթանեսյանին։ Ես չեմ մոռացել ինչ որ խոստացել եմ հաղորդումից առաջ, այսօր շատ լավ տեսք ունես։
Քեզ համոզելա որ կոմպլիմենտներ անենք, ես է կանեմ, լավ, Ժորժ ջան, մի հատ ես կոմպլիմենտ կանեմ։ Դե լուրերից սկսենք։ Լուրերից։ Դուք էլ արեք։ Մեկնաբանություններում գրեք, ինձ դա պետք է։ Լուր համար 1։ Անդուրն է տարածել մի քանի օր առաջ Նարեկ Կարապետյանը, Սամվել Կարապետյանի եղբորորդին, ուժեղ Հայաստանի առաջնորդներից մեկը ասել է. այս ոստիկանական մեքենաները տեսնում եք, մենք ենք նվիրել պետությանը, այսօր դրանք բերել են Սամվել Կարապետյանին։ Այսինքն Սամվել Կարապետյանին դատարան բերող մեքենան Կարապետյան ընտանիքն է երևի նվիրել, հա, պարոն Նարեկի, բայց ես ասած ասեմ, հարգելի Նարեկ ջան, եթե դեմ չեք sense դիմեմ, ձեր վճարած հարկերով էլ այդ ոստիկաններին աշխատավարձ են տալի, որոնք որ անազատության մեջ են պահում։ Так что Փոսփորողը ինքն է փոսնեցնում։ Չէ, նույնիսկ նախ անդրադարձ եղավ նաև ճեպազրույցի ժամանակ հարկատուներին, որ հարկատուն դեմոնիզացվում է, հարկատուն հերոս է, հիշում ես այս քարոզը։ Նայեք, մի հատ իրավիճակ է ստեղծվել մեր երկրում, որ հարկատուն դառել է այս իշխանության հանցակիցը։ Ակամա թեկուզ, այսինքն դու չի։ Դες հարկատուի տված փողերով է Ալենը թռնում Թուրքիա, դե եսի մինչեր խոսում։ Այդ հարկատուի տված փողերով են գնում ձերբակալում այդ անչափահաս երեխեքին, այդ կերակրող մորը, չգիտեմ ինչ եւ այլ։ Այդ սա ոնց կոպիտ ասած, եթե դու հարկատու ես, դու ամեն ինչի ոնց որ մասնակցում ես, ապա ֆինանսավորողն ես դրա, էլի, ֆաշիզմ, դատավորի աշխատավարձն է։ Այո, բան կա, էլի։ Իսկ ինչ վերաբերում է իրանց, ես հիշում եմ դեռևս, եթե չեմ սխալվում, 14 թվականներ Նարեկի եղբայրը Վահեն, իր հետ եմ շփվել իմ կյանքում շատ կարճ, Նարեկին չեմ ճանաչում, իրանց Կարապետյան ընտանիքից։ Մեկ էլ մի երկու անգամ Սամվել Կարապետյանի հետ եմ շփվել, հա։ Մի անգամ Վահե Կարապետյանի հետ հանդիպելու ժամանակ ինքը ցանկություն հայտնեց ոստիկանությունն այն ժամանակ ինչ որ մի լավ հետաքրքիր մի ինչ որ նորույթ, ինչ որ մի բան անի, ես իրան խնդրեցի, ասի կարակ բան տակեն սկուտեր բաներ կան, ինչ այն կոչվում, որ սենց երկու ակով սեգվեյներից, ասի, ինչի համար բանում պատրուլ անող ոստիկանները երկար տարածք հյուսային պողոտաբան, որտեղ որ ավտո չի մտնում։ Իրանք իրականում տենց արագ արձագանքելու հնարավորություն չէին ունենում, հետո իրանք այս ծերն են բան։ Ու Վահեն ասաց, հարց չկա բան, հետո շատ երկար ոստիկանական համակարգում բացատրեք որ կարում էր քշել։ Չէ, դա դեմ 5 րոպե ասել, հա, անկեղծ ասած, հա։ Անկեղծ ասած, հա, ճոգեցինք որ դա անիմաստ նորամուծություն է, ես դաժե այդ որ Վահեն ասեց, հա, բան ոչմ սաղասին, հա, ես դաժե լրատվությունով տվեցի որ ոստիկանությունը շուտով սեգվեյներով կպատրուլ կանի բան, հետո տենց ինձ ասին ոնց տվել ես, տենց էլ զանգի հաթաթասը դու անեն, տենց ոչմ տենց է, տենց վերջացա։ Ուզում ասեմ իրանց մոտեցումը պետությանը միշտ եղել է դրական, համենայն դեպս ես այտենց եմ նկատել։ Չէ, ես ոչ մի սարգազմ չկար, ստե բարի հումոր էր։ Պրոստը ես նատուրիշ բան։ Տխուր հումոր է։ Ես մտ կարամ նեղանամ էլի իրանցից, որովհետև ասենք ես նստահելա նորմալ ավտոներ բերեցին բանի։ Ինձ գիտես ինչ որ վիլիստերով, ուազներով, այդ վառանյոկներով էին տանում բերում ախպեր։ Ինձ չպետք է դա։ Դե ոչ ոմ, հիմնես լավ են փոխե որ մարդ հավեսը անում է, դա մի հատ լիստի տենց այդ ավտոներով ֆրֆռա։ Ваша очередь, мадам. Если это прекрасно выглядите. Ասա։ Նյուզեյեմն է գրել, իդեպս ուզում եմ պարտադիր եւս մեկ անգամ լսի մեր Ալագյազ Միրզոյանը։ Ադրբեջանը հայտարարել է Միրզոև։ Ալագյազ Միրզոև, Միրզազադե։ Լավ, ես չեմ հասկանում մասին խոսքը։ Ադրբեջանը հայտարարել է, որ առանց թրիփի իրագործման եւ ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղություն եւ վստահություն չի լինելու։ Այն որ ասում էր, խաղաղությունը արդեն կնքված է, առանց նախապայմանի, բան։ То есть, քան որ հասկանում ենք, հետևից գանք, էլի, որ թրիփ չի լինելու։ Հետևաբար խաղաղությունը չի լինելու, Ժորժ ջան, այն որ ձեզ հիմա կուտը տալիս է Նիկոլաս մա խաղաղություն անելու բան, դա տենց էնա, մարդիկ ասում են, որ չի հաց երազներ, չէ՞։ Չի լինելու, չեմ անում ինչ ձևի երազներ է, բայց ամեն դեպքում չի լինելու խաղաղ։ Իսկ թվում է այս պրոստե սենտրաշավի ժամանակ ժողովրդին խափեն այդ խաղաղությունով բանով, տենց Քեզ չի թվում պարոն Մալյան։ Ես մի բան չեմ կարողանում հասկանալ։ Իհարկե մեր թշնամին է իր Խամալիևը, բայց թշնամուն էլ պետք է հարգանքով մոտենալ, որպեսզի կարողանաս հաղթես։ Արամարանքով չի կարելի մոտենալ։ Ու չեմ ասում, այս մարդու հումորի զգացումն է պակասում, թե մեջ ինչ որ բարոյական ստոպ ունի։ Ներողություն բոլորից։
ասենք ես իր տեղն էի թութու աստված Եվրոպայի կասի Նիկոլին հələ մի հատ կզի վրովը թռնեմ արա Քիչ է ասում։ Չի ասում օրինակ։ Ճարեք ես կասեի Ալիևի տեղը։ Այս հանդիպումների մեջ ասել եմ կզի արա։ Ո՞վ վրով կանցկացներ, չէ՞։ Իվական, կարող է ասում, բայց հրաապարակային հələ չի ասում։ Դե Առանձին հանդիպումների առանձին չասես կարող է եսի մի ճանում բան են անում, տենց էշ միլիցիա են խաղում։ կարող անան են պատճառով գնաց։ Կարող է, չգիտես, մենք տեսնում ենք այն ինչ որ հրաապարակային է տեղի։ Այս հրապարակային դա կասել։ Օրինակ, չգիտեմ, Հայաստանի նոր սահմանադրության մեջ երկրի թողնի Էրմանիստան, վարչապետը Բաշբական, բայց վստահ ես որ տենց չի։ Դե հրապարակային դտեն։ Իդեպ մի բան էլ ավելացնեմ, 3 երթի առաջի օրը Telegram-յան ադրբեջանական ալիքներից մեկում տեսա, որ հրապարակել են վիդեո Բաքվի ադրբեջանական ալիքներում։ Մեկ նայում եմ, մեկ հետևում եմ, ուրեմն Բաքվի փողոցով գնում են ու բիլբորդների վրա Նիկոլ Փաշինյանի նկարն է գովազդ։ Շատ լավ է, ընդել ընտրողներ ունի, ու ինձ ստամ ընդել ավելի շատ ընտրողի, քան դե ապեն, ասեմ Բաքվում։ Ես շոկի մեջ էի։ Հիմա ասած ասեմ, Բաքվում Նիկոլն դնի Ալիևին կկրի։ 100%։ 100%։ Չոտկի կարող է Ալիևին։ Կարա իշխանապողություն անի Բաքվում, դա ընտրություններում բանանի կրի։ Համաձայն եմ։ Ժորժ ջան, իրանք այդ միջանցքը ուզելու են, էլի, պալուբոմու, այդ տրիփը չի լրով, բայց միջանցքը ուզելու են։ Բայց մի հատ հետաքրիր բան ձեզ ասեմ, հանելուկ։ Հանելուկ։ Ես սիրում եմ հանելուկներ։ Ես ասում եմ դուք ինձ ասեք 3 բան արել ԿՀ ներկայացել է 19 քաղաքական ուժ, 2 դաշինք եւ 17 կուսակցություն եւ նրանցից մեկը ասել է հետեւել միտքը։ Հիմա ես ասում եմ դուք ասեք ով կլինի։ Ասել է մենք բաց ենք բոլորի հետ համագործակցության համար։ Ես գիտեմ։ Ես չկռահեցի, պրոստը գիտեմ։ Չէ, եթե պրոստը գիտես մի ասա, դու փորձի կռահես։ Ով է, որ ասել է մենք բաց ենք բոլորի հետ համագործակցության համար։ Ոչի պատասխանը մարազմ կրիպչալ։ Այս ոչի մեջ է պատասխանը։ Որ քաղաքական ուժնա, որը դիմել է գրանցվել է եւ պատրաստը բաց է բոլոր անխտիր, ասա բոլորի հետ իրանք պատրաստ են համագործակցության։ Հայտարարություն այդ բոլորի հետ պատրաստ են։ Չգիտես։ Չէ, բոլորի հետ պատրաստ են։ Դու չունես դրա պատասխանը, քան որ մենք գիտենք ասենք։ Ես չեմ պատկերացնում նման բան։ Ամբողջակի լուրն եմ ասում։ Բոլորին դեմը հայտարարել է, որ բաց է բոլորի հետ համագործակցության համար։ Այսինքն իրանք դες բոլորին դեմ են, բայց պատրաստ են բոլորի հետ համագործակցեն։ Ես չգիտեմ, ինչ որ բոլորին դեմ ենք, ով է։ Սովետական մուզիկ կար, քիշեք, Baba Yaga против всех, вот արաբես էս, չգիտեմ քիչ։ Նա, տենց ինչ-որ տենց ես չգիտեմ, ես դա լոգիկա որն է, ինչ է։ Բոլորին դեմ ենք, միջև մեզ հետ չուզենան համագործակցել։ Չէ, ախպեր, իրանք ասում են բոլորին դեմը բաց է, բոլորի առանց ոչ մի միջև հետո, բայց մենք բաց ենք բոլորի հետ համագործակցում, բայց անունը դրել են բոլորին դեմ են։ Բայց ինձ հետաքրքիր է, ովքեր են այդ բոլորին։ Էական չի, լսի, ես չգիտեմ։ Ցանկացած երկիր, որտեղ կա ընտրություն կամ դրա ինչ-որ տենց իմիտացիա, նախընտրական փուլը փող աշխատելը փուլ է որոշ մարդկանց համար։ Հա, բայց ինչպես եւ ցանկացած փող աշխատել, դա ունի իր ձևը, կարգը, ներեք պարզ լեզվի համար Երևանյան ժանրով սամթը, շնորհքը, մարիֆաթը, ինչպես ինտես բառեր կա։ Այս մարդիկ դրանից դուրս են, գիտեն որ եթե տենց հայտարարում են, հեսա փող են տալու իրաց։ Չէ, լավ, չեմ կարծում, փողի մազով են ավարտել, դեռ տենց տիպա նկատի ունեն հետո, ազգային ժողովում կհամագործակցենք սաղել։ Բայց եթե համագործակցողին խենա բոլորին դնում բոլորին դեմ, այդ չի բռնվում, բոլորին կողմ։ Այո, այդ դաշինքի այդ չգիտեմ կուսակցությունը պետքա փոխել բոլորին կողմ։ Ես գիտեմ։ Դե նայ, քանի որ ընտրաթերթիկում լինելու է, չէ, բոլորին դեմ։ Լիքը մարդ ասում է ես գնալու եմ բոլորին դեմ քվեարկեմ, մտածում են կարող է տեն շփոթված այդտեղ դիճկեն դնեն։ Դա բանը, տես նոր զարթնեցիր, որտեվ էդի քննարկվել է, տես գզետը այն վաղ որ դրանք հայտարարեցին, որ խեն էդի դնում ես անգամ իրանց գոյության մասին չգիտեի, որ իմանայի որ թեմայի մեջ մտած։ Դու ոչ գործել ես։ Դու նոր ջոգիր իրանց ֆիշկեն որն ախեն։ Ես նոր իմացա իրանց գոյության մասին։ Իսկ ես ասեմ, շատ հնարավոր է տենց անցնել։ Ռուսաստանում մի հատ մեկը տենց բաներ այդ անունը Բելեսոնցը Պուստինի տավարիշ ինչ էր Սուխով մի հատ Սուխով էր սա շատ հետաքրքիր պատմություն է, այսի պատմեմ մարդը ազգանունը Սուխով է թեկնածու ուրեմն դե տավարիշ Սուխովը ինքը հայտնի պերսոնաժ էր Բելեսոնցը Պուստինից այդ ժամանակ 90-ականների առաջի կեսն է ուրեմն Ռուսաստանում կա օրենք որ եթե քվեաթերթիկի մեջ երկու հոգի նույն անուն ազգանուն հայրանունով են լինում,
Այսինքն երկու հոգի նույն անուն ազգանակ։ Ռայնի Թույլատրվում է փակագծերի մեջ գրել մականուն, որով որ իդենտիֆիկացնի ընտրողը իրան։ Այսինքն եթե օրինակ երկու հատ առնելա Վերդյան կա տեխնացու, մեկին խոսքի կարան գրեն սիրուն, խոսքի մեկը Մյուսին կարան չեն տանը։ մյուսին գրեն այդքան էլ սիրուն չի խոսքի։ Հիմա ինքը բայց Սիրունը ես էի։ չգիտեմ որն էր։ Հիմա դուք ինքն է ասում Հա, որ։ դու ես։ Հիմա ես մարդը քթելա մի հոգի, էլի սուխով, չգիտեմ ինչ էսի իրա նույն անուն ազգանունով, գրանցել է տվե։ Այդ մարդուն էլ են գրանցել եւ ստացել է իրավունք փակագծերի մեջ Գրել ինչ-որ մի տավարիշ։ տածական դնի իրան մականուն այլ ճանաչող գլա տավարիշ ու իր մարդիկ կարծեմ եթե չեմ սխալվում օրենբուրգում է եղել այդ մարդիկ գնացել են տավարիշ սուխովին են ընտրել լուրջ եմ ասում դրանք լուրջ եմ գով հավատացել որ տավարիշ սուխովը դրել է ասեն քաղաքապետի տեխնացու այդ մարդը բաներ արել էլի ոչմ Այդտենց ինչ-որ տարբերակներ կան, կստացի, ու այդ նույն անունազգանունով ընտրվելու Ամերիկայից է գալի։ Դա իրական դեպք է, կարծեմ Ֆլորիդայում, մի մարդ 20 քանի տարի պայմանական Ջոն Ջոնսոն ընտրվել է անընդհատ կոնգրեսի անդամ, իր այդ տարածքի չհարգված մարդ է եղել։ Դե Ամերիկա մարդիկ շատ չեն հետաքրքրում ինչա կատարվում, ինչպես որ 2 տարին մեկ, թե քանի տարին մեկ գնում ընտրում են Ջոնին։ Ջոնը մեռնում է, Դες մեծ մարդ ալում տարկում մեռնում է թաղում է առանձնապես ողբել չէ նորմալ ապրած կյանքով մարդ ու բայց Ջոն Ջոնսոն Ո՞ս Ջոն Ջոնսոնը ասում שהוא անտիկվար անուններ է։ Հա, ոչմ։ Գալիս առաջադրում ու ընտրվում դառնում է կոնգրեսյան դա։ Ճիշտ է, երկրորդ անգամ էլ չեն ընտրում դա ճկում է։ Բայց բաներ կա Էդի Մերֆինը կոմեդիա ունի նման բան, այսինքն դա կինոից գալի, բայց նա է վիսոլենոցի հաջորդ լուրս Ամերիկայից է։ Տեսեք, մեր ժողովրդի մի մասի երազանքը ես կյանքում։ Green card։ Ամերիկա, green card։ Քերուտաղա Ամերիկայում, որը ունի գործ։ Հիմա արդեն կեսը ինձ մի քիչ ավելի ռեալիստական է երազում։ Մեքսիկայի սահմանով անցնել։ Դե հիմա այդ պրծավ էս մի տարի այդ Մեքսիկայի սահմանը մի բաթադարել։ Ես մի քիչ չեմ հետևում տրենդերին։ Հա, եկել աստեղ ասահման սա։ Տականք Թրամփ մեր հայերի հետևից։ Ինչ են անում, բոլորս գիտենք, կրկնեմ տեվորտների համար, ով հանկարծ չգիտի։ Տունտեղ ես մի քանի օգու գիտեմ։ Տունտեղ են ծախել ինչ-որ մի $100,000 պարտք են հավաքել ընտանիքով Դες այդքան դու փողնուկ են գնում։ Ես չեմ հասկանում։ Մասիմում մի սենյականոց կառնեք կապրեք։ Ավելի լավ տներ են ծախել։ Գնացել փոքր երեխեքով այդ սահման են անցել, բանտ են նստել, այդ ինչ որ չգիտեմ ինչ չարքաշ գործի են այդ անօրինական։ Հիմնականում չարքաշ գործեր ելում են։ Ես ընդ տեսել եմ դրանց։ Հա, դա գիտենք, հա, մեզ մասս գիտի դա։ Վերջը 5 տարի էլ պետք է նստի, թե չնստի, սպասի, դատը կլինի, չի լինի, green card-ը կտան, հետո 10 տարի հետո քաղաքացիություն կստանա, այդ արանքում այդ երեքն հարկաման կդառնան, թե նեգրերը այդ ռեպ կերկեն, չգիտեմ, բայց վերջ այս դաժանությունն է, որ հայերի երազանքն է, ու կարդում ես այս մեծ լուր, որը ուղիղ կապ չուներ իմ պատմածի հետ, բայց ես почему-то այս լուրը կարդալուց հետո էս եկան, այս հայերը եկան աշխից դեմը։ Վիրջինիայի նախկին փոխնահանգապետը կրակել է կնոջ վրա եւ ինքնասպան եղել։ Ողբերգություն այն շուտ լավ ոչ մեկը չենք ճանաչում այդ մարդուն հիմա տես բաները շատ լավ կնիկ էր շատ լավ կնիկ էր լավ տղուր էր լավ տղուր էր կարող ինքն լավ տղա վերջը կապ չունի բաներ կարալի Ամերիկա մտածեմ որ ասեմ ես հայրս էս որ տանջում է այ Գերջան ծնվել ես քաղաքացի Մեքսիկա քեզ պետք չի դարդատվորներ գնաց է դարել ես փոխնահանգապետ կարգի լուրջ մարդ ինչ ես անում փոխանակ ասֆալտի տենդեր անել ասենք ոնց որ մեր մոտ են անում 1000 բաներ հարուստ նահանգ է Նիկակայից է там Դակոտա Սևերն է, Վիրջինիա ապեր։ Արա այնտեղ լավ բան, 1000 հարցեր կա բան, հայեր ջան մի գնացեք այդ Ամերիկան։ Տեսեք, դառնակ քաղաքացի, հետո փոխնահանգապետը չէր արել։ Բայց չգիտես, կարող է կամ դառնակ փոխնահանգապետի կնիկ։ Այո։ Կարող է ինչ-որ կնիկ եկի ասել է մի հատ մեր հարևանին գարաժի տեղ ու բան, տենց ինչ-որ այդ հողի վրա կռվես սպանել։ Կարող տենց է եղել։ Կարող։ Այդ տենց ընդունենք, դավայ։ Անցնենք առաջ։ Այսօր եմ նեգրել։ Խորովածը մեր կենցաղի, մեր կյանքի անբաժանելի մասն է։ Նիկոլ Փաշինյանը խոսել է դեռ Ամիրյան փողոցում տեղի ունենալիք խորովածի փառատոնի նման մի բանի մասին։ Հիմա ուզում եմ ձեզ հարց տալ, որ թվականից սկսած խորովածը այլևս չի համարվում ձեր առօրյայի եւ կենցաղի մաս։ Այս ազգը այլևս խորոված տոնից տոն է ուտում ձեր շնորհիվ։ Փաշինյան, ինչ կենցաղի առօրյայի մասին է խոսքը։ Ես ինչքան կերել եմ, այդքան ուտում եմ խորոված։ Նախ սիրում եմ խորոված անել։ Ես եմ շատ սիրում։ Մեկ։ Ես ինչ մեծահարուստների հետ եմ նստած։ Բայց նույնիսկ իմ ամենա Որը դու պատկերացնում ես էրոտիկ ֆանտազիայում ես երբեք չեմ պատկերացրել Ամիրյան փողոցի վրա
հոց գծի վրա, դες կարելի մաղալը դնել։ То есть երբեք Ամիրյան փողոցը չի առաջացրել իմ կյանքում։ Խորոված սարքերը Երբեք փողոցում քուչեն։ Ես խորոված դե ասենք սեփական տան հայատմա սենց աներ, մեծ սիրով ընկերներիս էլ մրամ քո համար եմ արել, եթե Ես տակո եմ։ ասես լավ եմ, չի անում խորոված։ Շատ։ Ես չեմ կերել։ Ահա։ Չսա դուտի։ Ուրեմն բանը խորովածի հետ կապված եմ ասում։ Երբեք դա հայկական խոհանոց չի եղել։ Ապրես։ Երբեք դա որ հենց ասում հայկական խոհանոցը, ախպեր ինչ կապ ունի հայկական խորովածը։ Աշխարհի բոլոր ժողովուրդները միսը խորովում են։ Մեն, հա, տենց Ջորջ ավելին ասեմ, եթե մենք որ նուդնի դեմք եմ դառնում այստեղ։ Եթե մենք գիտական առումով մենք մատերիալիստական տեսությամբ, չէ՞։ Օրինակ է դաժե այս ոդկասթը, որ մենք վարում ենք հիմա Առնելա ջան։ Մենք վարում ենք խորովածի շնորհիվ։ Բացատրեմ ինչի։ Եվ ընդհանրապես էվոլյուցիան մարդը դառավ Homo sapiens խորովածի արդյունքում, որովհետև մարդը երբ որ ուտում էր հումիս, այսինքն որսեր անում, չէ, շուտ չէր անում։ Իր հիմնական օրգանիզմի գլխավոր օրգանը դա ստամոքսաղիքային տրակտն էր, որը իր ամբողջ հզորությամբ մարսողության վրա էր աշխատում։ Այդ հումիսը ավելի դժվար է մարսվում։ Ընդհանրապես հումը ամեն ինչ է։ Եվ այն առաջին մարդը, ով որ այդ միսը գցեց կարակի մեջ, խորովեց կերավ, դա արեց մեծ հեղափոխություն, որից հետո մարսողական բանի վրա արդեն աստրալոպիտեկը դառավ Homo sapiens։ Ասա մարսողության վրա չեղավ ավելի շեշտը օրգանիզմի եւ ուղեղը ավելի սկսեց ոնց որ զարգանալ։ Վստահ ես որ վերև գնաց ուժը։ Դե սենց ասեմ, իհարկե մեր վարչապետը ավելի շատ ինձ հիշեցնում է Պիտեկանտրոպ, այդ բացակայող օղակը կապիկից մարդ անցկալ։ Ըստ ստայնում եմ ինքը խոսում, այսպես իրեն Պիտեկանտրոպ։ Կստացի Պիտեկանտրոպի համար ինքը բավական նորմալ բան է, հա։ Նորմալ է, то есть եթե լիներ այդպես Պիտեկանտրոպի բան հասարակություն, Պիտեկանտրոպը ինքը հստակ կարա նորմալ լավ վարչապետ լիներ, այո։ Ես հետի չեմ բանանում։ Բայց նու մեր վարչապետը ոնց որ այդ կապիկից մարդ բացակայող էվոլյուցիոն օղակն է, որի համար խորոված արդեն կուլտային նշանակություն ունի, այսինքն ինքը տենց խոնարհվում է այդ ուտելիքի առաջ եւ մեր Փառատոն։ Նայեք, եւ տոնի անունը, չէ, փառատոն չի դա, տոնի անունը չէ, քաղաքացու տոն, քաղաքացին դա այն մարդն է, ով որ քաղաքակրթորեն ամենաբարձր կետում է կանգնած եւ նրա սիմվոլը երբեք խորովածը չի կարա լինի, հասկանում, քաղաքացու սիմվոլը կարա ինքնին գրիչը լինի, կարա միտքը լինի, կարա ազատության ինչ-որ սիմվոլ լինի, բանջոգում է, չէ՞, սենց բան է, ջահը, ինչ-որ սենց բան, բայց ոչ որևէ առաքինություն, հասկանում ես ոչ թե։ Ոչ է, ու ամենակարևորը, ինքը ասում է, չէ՞ որ մեր կենցաղի մասն է այդ բանը, այդ խորովածը, չէ՞։ Okay, մեր կենցաղի մասը ախմեր ասենք չկա։ Ես ուզում եի կուլտուրական ասել։ Չէ, կուլտուրական չկա, դա զովի զուգարանի օր հայտարարի բանալի։ Տուն կդնի մեր մանտեշնիկը, բայց կներեք, ոչ մեկ չի բանանում, մտածում, որ ինչ-որ տոնի արդիվ կարելի Ամիրյանի հոց գծի վրա, դա էլի ջոգում ես ասենք խոսքի։ Արա միասա էլի կանեն էլի նրա ախորպես միասա։ Ինձ թվում է մետաբոլիզմի ամբողջ ցիկլը պետքա ցուցադրվի Ամիրյան փողոցում ուտելուց մինչև Պարոն Մալյան, շատ քիչ ժամանակ է մնացել։ Ես շատ մեծ վախով, բայց սպասում եմ, որ ձեզ կապացուցեն, որ դա հնարավոր է։ Ես, քանի որ հենց այդ չարաբաստիկ արդեն Ամիրյան փողոցի վրա եմ ապրում, ես այդ օրը ուղղակի քաղաքում չեմ լինի ստիպված, որովհետև ես չեմ ուզում դա տենամ ոչ ուտելը, ոչ էլ դրա հաջորդ փուլը։ Բայց քեզ Ամիրյանի վրա որ Վարի մինադու է սաղ արվում Տիգրան։ Սաղ Ամիրյանի վրա են անում։ Ուզում եմ միջև այդ անվանափոխային պապ թագավորը ստացվեց, բայց ինձ ինչ եք նայում, ես կարդացի հենց նոր խորովածի մասին։ Հա դու եք կարդացիր, ես եմ դու կար։ Էլի ջղային դեմքով նայում։ Լուր, էսի պետք է երևի ձերբակալությունների ես առաջինը կոմպլիմենտ արեցի։ Ձերբակալությունների մասով պետք է էս լուրը ասեի, բայց սպրդեց։ Ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը։ Եվ ով է նա, ով է նա։ Շատ սովորական է, կարևորը որ մնացել է։ Հա, ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը։ Բայց Թուրքիայում։ Եվ այստեղ բացատրվում է այդ ստրատեգիան, ընդդիմադիր համայնքապետ ձերբակալելու ստրատեգիան կամ թուրքերն են մեզնից վերցրել։ Ինձ թվում է, հա։ Կամ չէ, հակառակը։ Ինձ թվում է ավելի հակառակը, Նիկոլն է թուրքերից վերցրել այդ մեթոդը։
Որովհետև ես քեզ ասեմ, կստացի հենց Էրդողանը, երբ որ ընդդիմադիր համայնքապետ էր, այսինքն Ստամբուլի քաղաքապետը, մի տարի նստեցրին։ Կստացի նույն իմ հոդվածով ատելության քարոզ։ Ես ու Էրդողանը նույն հոդվածով ենք նստել։ Նկատի ունեմ դա հին թուրքական սովորություն է ձերբակալել ընդդիմադիր համայնքապետերին, որը Նիկոլը շատ հաջողությամբ կիրառում է արդեն Թուրքիա դարած, Թուրքիայի վիլայետ դարած մեր երկրում, մեր Հայաստանում։ Սա տենց լուր։ Ըստ поехали дальше։ Շատ լավ լուր է ասին։ Թերթերն տարածել, բայց միջազգային լուր է։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է ժողովրդավարություն սովորի Բելարուսից Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հա։ Բելարուսից շատերը կարան ժողովրդավարություն սովորեն։ Ես ցած ասեմ, այս մարդուն ժողովուրդը ընտրել է ժամանակին հաստատ։ 32 տարի պետություն է մարդը ստեղծում։ Ու վատ պետություն չի, ամեն պետություն։ Բայց ես ասում ժամանակին։ Ես տեսել եմ 15 թվին, այ իմ աչքերով միշտ տեսել եմ ասում, ես տեսել եմ մարդիկ իրոք ընտրում են, ապա այնտեղ կեղծիք չկա ընտրական։ Արա սիրում են իրան։ Ընկեր 62 Ես չեմ ասում կեղծելա թե ինչ արել, բայց գանք են բանից, որ արդեն նախագահ եղել կարող է կեղծելա, պայմանական։ Ընտրվել է այս մարդը, ցանկացած ինչ որ շարժում իր դեմ, ակնհայտ է որ ֆինանսավորում է Եվրոպայից։ Որտեղ մեր ընդդիմադիրներից ձերբակալում, կալանավորում, թքած ունի Եվրոպան ամենաբարձր սարից։ Անդեմ մի հատ ժուրնալիստ պետքա լիներ ընդդիմության առաջնորդ չեղավ կնգան սարքին։ Ավելին մարդ չունեն, որ կնգան սարքին։ Լավ Արևանին չսարքին, էլի։ ճանաչում եմ իրեն։ Հա, Տիխանովսկը թե ինչ է, ոնց բաժանվել են արդեն։ Բաժանվել են։ Կարող է էլի բարիշեն։ Ընտրություններից առաջ։ Չէ, մարդը բերտից էլա ուզեցավ նորից առաջնորդ լինի, կնիկ ասեց ինձ նավիկ։ Դե այդ եմ ասում։ Ընտրություններից առաջ մենք արդեն ունենք այդ մոդելը։ Բաժանվում են ընտրություններից առաջ բարիշում են։ Ամերիկան իբրև թե դեմոկրատիա է, նու ինձ հսկայական կայսրուն չի կարա դեմոկրատիա լինի, բայց սիրուն ֆասադ ունի ամեն դեպքում էլի որոշ հարցերում։ Այս 200 քանի տարի գոյություն ունի իրենց համանadrություններ, 237 47-րդ նախագահն է, բայց 46 ընտրությունում իրանք ունեն երկու տեխնացու։ Ռեալ, միշտ երկու տեխնացու են։ Հա։ Իդ ոնց հանում որ այդ երկու տեխնացու են, այդ ոնց են դառնում այդ երկուսը տեխնացու, լսենք այդտեղից ինչ է։ Չէ, ոնց է, գիտենք ոնց է։ Այդ ընտրություն ամերիկյան նախագահական ընտրությունները ասում են ընտրություն աղի եւ քաղցր պոպկորնի միջև։ Այսինքն իդոգում դու պոպկորն ես ընտրում, մարդկանց պարտադրված է պոպկորն, պրոստը դու կարաս մի տարի աղի պոպկորն ընտրես, մյուս տարի քաղցր, կամ չգիտեմ, ըստ ճաշակի։ То есть պոպկորնը պարտադիր է արդեն։ Համաձայն եմ։ Անցնենք առաջ, հաջորդ լուրը։ Իդեպ ուզում էի մի բան հարցնել, մենք ունենք, չէ՞, հստակ էսպայի դրությամբ վիճակագրություն, նախընտրական, թե որ կուսակցությունը, որ ուժն է ավելի շատ ձայներ հիմա ձայների տիրապետում, թե չէ։ Մենք, то есть ես չունեմ, բայց բոլոր սոցհարցումներով, եթե ընդդիմադիր նկատի ունես, էլի, բանն է, ուժեղ Հայաստանն է բոլորով։ Հավանաբար մեր երկրորդ նախագահը չի տիրապետում, երևի Google-ն են բլոկել, չի տիրապետում, որովհետև չի հավատում, սոցիոլոգիային չի հավատում։ Ինչպես գրում է News AM-ը, Ռոբերտ Քոչարյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Հայաստանում ընդդիմության առաջնորդը Սամվել Կարապետյանն է։ Մարդու Google-ը բլոկել են։ Եմ որ ասում, ինչը լինի, մենք մեզ պարտված չենք համարելու։ Սեյրանն է, էլի այդ սեյրանը։ Սերիալից։ Բայց դրա հաջորդ լուրն էլ եմ ուզում կարդալ, Հայաստանի երկրորդ նախագահը զղջում է իրեն հաջորդողի համար։ Զղջումը, հա, հասկացա։ Դու իմացիցա մյուզեյմը չի գրում, սա երեք հարցազրույց է տվել Ռոբերտ Քոչարյանը, մատ ռուս աղջկա էր հարցազրույց տալի, ու այո, այդ միտքը ասել է, որ տենց չի, որ ընդդիմադիր լիդեր չկա, ոչ բաներ ասել։ Սկզբում հարցազրույցից, իսկ վերջում էլ ասեցին ձեր ամենագլխավոր սխալը որտեղ եք դուք սխալվել, ասեց իմ պրիեմնիկի հարցում, դու պրիեմնիկը հաջորդող թարգմանեցիր կամ թարգմանել են մյուզեյմը։ Ինչին արդեն պատասխանել է Սերժ Սարգսյանը քիչ առաջ, երբ որ իրան հարցրեցին լրագրողներ ասին, սենց բանը ասել Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը ասեց, որ սա ձեր իմ համար նորություն չի, եւ ձեր համար է նորություն, ես 20 տարի տարբեր տեղերից լսում եմ, հիմա լսեցի սկզբնաղբյուրից։ Արդեն շատ մի հատ խնդալու բան կա, էլի երկրորդ նախագահին կարելի էր դա հուշել, էլի պետք է ունենա, չէ՞ խորհրդատուներ։ Չէ, իրան նման խելացի մարդը մարդ առասարակ այդ բարոյական իրավունք ունի իր հաջորդին քննադատել իր ընտրության հարցում, ասել որ օրինակ սխալվել եմ եւ այլն, այն դեպքում
Եթե իր նախորդը իր մասին լավ կարծիք ունի։ Որտեվ դա սիպոշնի է թվում է։ Եթե հիմա առաջին նախագահին հարցնենք, շատ ավելի վատ բաներ կասի։ Ինձ թվում է։ Ու ինձ թվում է, ոչ թե թվում է, այլ դա տենց է, երկրորդ նախագահ իր քաղաքական հանճարով, իր այսպես ասեմ, հանճարեղ քաղաքականությամբ հասել է մի հատ վիճակի, որ ինքը, տենց ասեմ, իր հետ չունի քաղաքական դաշտում ոչ մի քաղաքական ուժ իր հետ չունի ու բոլոր այդ գրանցված կուսակցությունները եւ դաշինքները բացի բոլորին դեմից բոլորին դեմն էլ չէ բոլորին դեմն էլ բոլոր 9-ից 18-ը, այսինքն բացի դրա սեփական դաշինքից, բոլորը հայտարարել են, որ բացառում են Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ տեսակի համագործակցություն։ Սրա համար էլ պիտի տաղանդ ունենա, էլի մարդ, որ գա հասնի մի հատ վիճակի, որտեղ ինքը իր տոքսիկ վիճակը այնքան մեծ է, այնքան բան է, որ դաժե Coldplay լսել է իրան այստեղ չի փրկում եւ բոլորը հայտարարել են, որ չեն բացառում են իր այդ համագործակցությունը։ Այնց որ տենց ասեմ, Քոչարյանից չսիրված լինելը դա ոնց որ բան է, համընդհանուր վիճակ է, էլի, ասենք ինքը ոչ մեկի չի սիրում։ Սենց ասեմ ձեզ։ Ես անցնեմ մեր հաջորդ մյուս պերսոնաժին, այլի նույն ձևի անտիռեյտինգով, երևի մի քիչ էլ դաժե շատ, եթե անկեղծ լինենք։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ընդդիմությունը չպետք է խորհրդան մտնի։ Ընդդիմություն պետք է չլինի։ Նիկոլ Փաշինյան բառը հանում ես Կիմ Չենին ես դնում, տեղը սաղ տեղն է գալի կայնում ապետ։ Որովհետև անգամ Իոսիֆ Ստալին դնելուց տենց չի հնչում։ Կիմ Չենինը պուճուր երկրի ղեկավար է, որի մեծ զծրած պահում սաղ մեծ երկրներին ոչ մեկ բան չի կարող ասի։ Սակը Զումա Լյուբոյտան։ Հա, բայց ով գալիս է, ասենք Ռամզան Կադիրովի շոֆերը որ գա, կզի չէ դեմը, 100%։ Շոֆեր, բայց ստեղ մի հատ էլ հետաքրքիր մոմենտ կա, էլի, որ ինքը հայտարարել ընդդիմություն պետք է փաստորեն հաջորդ խորհրդանում ընդդիմություն չի լինելու։ Չի լինելու ժողովուրդ հաջորդ խորհրդանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ընդդիմությունը չպետք է խորհրդան մտնի։ Դա գրված է այսօր եմ նա։ Բայց ինձ թվում է, ես մի քիչ ունեմ այդպիսի մտքեր, որ ինքը կհասնի իր ուզածին ամեն դեպքում, եթե հանկարծ չէ։ Ընտրություններից օրենսդրորեն 30% խորհրդարանը ուղղակի կպայթացնի։ Դե ինքը տարբեր բան է, կարա դե խորոված փարթի սարքի բան, դեղա։ Խորհրդարանը կպայթացնի, կասի ես ասել էի, չէ՞, չի մտնի խորհրդարան։ Որտեղ աշեք խորհրդարան վառելու տրադիցիա կա, բայց մի քիչ ուրիշ տեղ։ Դե մի քիչ ուրիշ տեղ է, մի քիչ ավելի հյուսիսային բան եվրոպական շնորհ, այս կոմերնա, մի հատ երկիր կա, որտեղ խորհրդարանը վառվել է, հետո գցել են կոմունիստների վրա։ Մի հատ երկիր կա, որտեղ տանկերով են կրակի, տանկերից են կրակի։ Այդ էլ է հյուսիս, բայց մի քիչ աճ։ Մի քիչ ուղիղ։ Նո այդ երկրից մի քիչ աճ։ Տենց կա սպիտակ տենց շենք ա եղել, որ են կրակել են։ Սևացել էր, Սև շենք էր, անունը սպիտակ տուն էր, բայց սև էր ինքը։ Բայց դու փուճուր ես եղել, չես իմանա դու այդ մասին։ Դու որ թիվ էիր։ 91։ Ահա, այդ վախտել եղել է այդ։ 2 տարի հետո։ 2 տարի հետո, նու այդ վախտել։ Նոս այդ վախտերը։ Դու դժվար է 2 տարեկանում ինքասար, հələ մտ փոխեք վրեմյան նայենք խոսքի։ Բայց այդ ժամանակ բալետ էին, չէ՞, ցույց տալիս։ Այո, Լիբիցինը 91։ Դե բոլոր վախտերն էին ցույց տալի բալետ։ Իրաքին էր։ Արի ինչ հլում էր բալետ էին ցույց տալի։ Չէ՞, ես բալետեր հլում սա անհագստան։ Այդ Լիբիցինը օզերն դնում էին, սովետի վաղ չես շուտ ախպեր հիմա։ Ասաղ ասպեն ան ինչա պատերազմը մերը։ Որտեվ ասենք Բրեժնևը մեռնում էր, Լիբիցինը օզերը էին դնում մինչև հասկանային ինչպես են հայտնելու լուրը, չգիտեմ, այնտեղ պուչեր հլում Լիբիցինը օզի, հենց մարտիկ ջոգում էին, որ մի բան երկրում խառնա, Լիբիցինը օզերը բալետից էլի։ Բա։ Չայկովսկի։ Դրա մասին կարելի է շատ խոսել, բայց Այո, իմ լուրն է, չէ՞, չեմ սխալվում։ Ուրեմն նյուզերն է տարածել, քո շատ սիրելի սորոսականներից մեկը, Transparency International-ը, ինչ զեկույց է գրել դատախազության մասին, եւ հետեւյալ միտքը կա, որ ինչ հարցումներ են արել, որտեղ ում մոդղի բանը եւ այլն դա պարզ չի, բայց իրանք պնդում են, որ հարցվածների 60%-ը Հայաստանի դատախազությունը համարում է լիովին կամ մասամբ կոռումպացված։ 60 Հիմա ինձ հետաքրքիր է այն 40%-ը ինչին արի խաչակնքվել են ասել են այն 40%-ը քաղբանտարկյալ 40%-ը նստած են նստած են իրանք չեն հարցվել 60%-ը համարում է որ կոռումպացված այն 40%-ն էլ նստած է ինչ-որ ավելի վերևի ուժեղ բան է ասա ավելի կտրուկ արտահայտվի տարը փակել են ապեր մարդկա ասում է իրավիճակնիկ չի գալի ես երկիրել գլխավոր դատախազ չի գալի
Ինչ Ապա կան Այսինքն դժվար։ հալա չի Չէ, գալիս։ կար մի հոգի շատ կար ժամանակ էր, Ով է։ նոմից շատ հարգված։ Արտավազ Գևորգյանը։ Չէ, իդեպ բանը, Էնիկ Խաչատրյան։ Լուսահոգին, որը շատ շանս էր, որ դատախազությունը փոխվի, իսկ հետո արդեն տենց ինչ-որ ես վատ մարդիկ չէին, օրինակ Գևորգը վատ մարդ չէր, բայց գլխավոր դատախազ չէր, իրան պետք չէր դա։ Գոստանյան։ Աղվան Հովսեփյանը Հենիկ Խաչատրյանի հետ կապված շատ մի հատ խնդալու պատմություն կա։ Տատս այդ 90-ականների վերջն է, չէ՞, Հենիկա 99-8 բան է, 98-ին։ Ոչ, այդ վաղտերն է։ 97-8, հա։ Ոչ, այդ վաղ չգիտեմ ինչու էս իմ տենց ինչ որ ինչ անարդարության է բախվում տատս, անկեղծ ասած չգիտեմ, դաժե չեմ երևի հիշում, չգիտեմ, որ բողոքա դիմում ա գրում Հենիկ Խաչատրյանի անունով։ Չէ՞ ես իմ որ դա այդում բողոքում ասում ընդունել է Հենիկ Խաչատրյանը։ լսի, դե դրա մասին է պատմությունը։ Բողոքա դիմում բողոքա գրում։ Բան դե ասում են պետք է գրես գլխավոր դատախազը, ուշում գրում է գլխավոր դատախազը, ում ընդունելությունն է խնդրում։ Ու Հենիկ Խաչատրյանը չի ընդունում։ Չի ընդունում, հետո լսի։ Ուրեմն Հենիկ Խաչատրյանը հետո մահանում է ու հուղարկավորված է մեր ընտանեկան գերեզմանից մի քիչ ասենք Հենիկի գերեզմանը անցած քարերով ու մեր ընտանեկան գերեզմանն է, էլի։ Որտեղ պապս է թաղված։ Ու ամեն անգամ տատս այդ տեղով անցնելուց Հենիկի հետ գերեզմանի հետ մի 5-6 րոպե բանա զրույց ա, որ Հենիկ ջան, ինձ քիչ ընդունեցի իր բան, այսպես մի հատ թեթևի մեջ մի հատ էս խոսում էր, հիմա լուսահոգի է տատս, էլի։ Այդպես տոն անցնում էր պապուս գերեզմանը։ Ապա ես չեմ հիշում ինչ խնդիր է եղել դաժե։ Եվ լուծելա չի։ Ես այդտեղ բանակում եմ եղել, բրատ, ես այդտեղ բանակում եմ եկել եմ ուժը արդեն իր Հենրիկի հետ շփումները պրծած է եղել, ջոգում ես, ես բանակում էի ու տենց եկա, տենց տատս արդեն պապուս գերեզման գնալուց ուժը Հենրիկի հետ թեթև տենց վիճում բարեշում են նոր էր հետում էլի պապուս գերեզման։ Բայց այն մարդը որ նույնիսկ մահանալուց հետո հետը խոսում են։ Հա։ Դա քիչ բան չի, իսկ մեր ներկայիս գլխավոր դատախազը մարդ սարսափում է։ Անկամ տնեցիկ չեն ուզում իր հետ խոսել։ Վախենալու է, ես վախենամ այդ կնոջից, իսկ կանացից աշխատում չվախենալ, բայց չէ, պետք է վախենաս, բայց իրեն սարսափում եմ։ Ամեն ինչ է սпасել այս կնոջից ու դե տեսա ձերբակալությունները ու կսկովցան վախենում Բերիայից թե Աննա Վարդապետյանից։ Բերիայից արդեն չեմ վախում գերից։ Այ որ սաղլներն ես կվախենայի։ Հիմա որ սաղլներ Բերիայից շատ կվախեներ թե Աննա բնականա Բերիայից։ Ինձ թվում է որ սաղ լիներ Բերյանել կվախենար Աննա Վարդապետյանից։ Ես հիմա Բերյան ինչ չի նստացրել։ Բերյան ինչ չի նստացրել։ Newspiel Լավրենտի Ի տարբերություն Աննա Վարդապետյանից, ասա։ Ահա, ուրեմն հրապարակն է գրում։ Մեր ժողովուրդը հով ֆոկուսնիկ չի ամսական 30,000 դրամով ապրի։ Ում խոսքերը կլինեն։ Մեր ժողովուրդը հո ինչ չի։ Ֆոկուսնիկ։ Համայակ Հակոբյանը չի մեր ժողովուրդը։ Ոչ։ Գագիկ Ծառուկյանն է ասել, ուզում եմ պարոն Ծառուկյանին ասել, որ պարզվում է մեր ժողովուրդը ֆոկուսնիկ է 30,000 ու մեկ էլ մի երկու այդքան պարտքով կարողանում են մի կերպ։ Յոլա են տանում էլի այնպես նորմալի մեջ։ Հա։ Խորոված են ուտում օրը մեջ։ Ամերյանի վրա։ Իրանց կենցաղի մի մասն է խորոված է։ Խորոված ապեխի անգերտիկ, բարով ուշ փողոցում գնացեք էլի խնդրում եմ։ Ուրիշ, զուգահեռ, խորենացի գնացեք։ Ում է կռիվ արել փոքր վաղ։ Արա ես որ փողոց կռիվ չեք արել։ Ես Մարտուսյանը Սիլա չի անցել Այդ ապա։ Մենք вообще միշտ մետաքսետ էինք գնում։ Ամիրանցիկում է կռիվ անում։ Հիմնականում կամ աղաչ էին թեքվում կոնտ կամ ձախ էին թեքվում չարխ։ Ատո գնան կոնտ ախպերում, դե փողոցների մեջ այդ աղիացածի։ Թող, բայց ինձ թվում է եթե կտապեն դրա։ Դե կակրազելի կոնտեցիկ է կտապել։ ես չէի զարմանա, եթե իրանց այլ ընտրանքը լիներ մայրաթորի ներսում անել այդ փառատոնը։ Ամենը կարային անել, դրանցից ամեն սпасելի է։ Ես մի հատ հետաքրքիր լուր ասեմ ձեզ։ Ապա Արտուր Աբրահամը թարգել է բոքսը։ Այո, բոքսից դուրս է եկել եւ զբաղվում է սոցիոլոգիայով հիմա։ Գիտեիք։ Սոցիոլոգիայով է զբաղվում Արտուր Աբրահամը։ Այլևս բրծկամարտը թողել է։ Դե ստատիս գիտություն է սոցիոլոգիան, չէ՞։ Չգիտեմ։ Ըստ երկրորդ նախագծի։ Երկրորդ նախագծին չի հավատում։ Չի հավատում սոցիոլոգիային։ Հա, բայց կապ չունի, Արտուր Աբրահամը սոցիոլոգիայով է զբաղվում։ Սոցիոլոգիայով է զբաղվում, այդքան է լուրը։ Հա, բացատրեմ, հա, ինչ։ Հա, չհասկացա ինչի մասին Ուրեմն էր։ Արտուր Աբրահամը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին այս վերջերս եւ հայտարարել է, որ այստեղ 70-80% ձեզ սիրում են։ Այստեղ որտեղ։ Չգիտեմ, կապ չունի։ Այստեղ։ Այստեղ Ինչ-որ այնտեղ։ միտեղ երևի ապրոս արե։
Պագրեշնիցն էլ Արտուր Աբրահամի համար հատուկ ասեմ, սոցիոլոգիական պագրեշնիցը մինչև 3%։ Իսկ միգուցե հենց այդ սենյակի մասին էր խոսքը։ Չէ, բոքսի չեմպիոն տղա է, ում հարցնասել են, հա, քեզ եմ Նիկոլը, լավ, ու գնացել են։ Հա, երևի, ինչ որ մի ձև սոցապրոս։ Քեֆը լավ է եղել Արտուրի, հելա փողոց։ Ասել ով է, գոտիները շատ են կպցրել ավրեն, ասել ով է Նիկոլին դե։ Ով է գժվել ասի դերում, գնացել են այն մարդիկ։ Հնարավոր։ Դա Արտուր Աբրահամի նոր մեթոդն է, սոցապրոսի։ Ես ու դու տենանք Արտուր Աբրահամին, խմած։ Ինչ ասիկ ասենք։ Ախպեր, հա։ Քո ասածն է։ Ինձ թվում է, էտա իր նոր մեթոդն է սոցապրոսի։ Ինքը այդ բոքսի տրուսիկը հագնում է, բաները, ձեռնոցները հագնում է, իշտում է սոցապրոսը։ Գոտիները։ Ապա իշտում է փողոցում սոցապրոս, ասես դիրք ընդունում սոցապրոսի ու ասպա դավայ, ով է բա։ Մի խոսքով Արտուր Աբրահամը ռեսկի տենց փոփոխություն արել, բայց սա էլ ամենը չի, սա այն հայլայն։ Есть Тюмани надо արտահայտությունը է առիթով, այդտեղ սիլը ես, надо социология։ Вот так-то։ Բայց այլ չի, սա հայլայն լուրերն է եւ նույն հրապարակը գրում է, որ Արտուր Աբրահամը 2019-ին սիրում էր Քոչարյանին, այսօր Փաշինյան, այսինքն այդ սերը 70-80%-անոց այդ սոցապրոսների տեսքով 19 թվականին Քոչարյանի նկատմամբ է եղել։ Հետո այդ ժողովուրդը ըստ Արտուր Աբրահամի եւ ինքն էլ հետը երևի այդ 70-80%-ի 70-80% ինձ ինքն է մենակ էլի, տենց հիմա սկսել է Նիկոլին սիրել։ Մի խոսքով սենց փոփոխական է բաքսյորի սերը։ Իսկ մի հատ բան հարցնեմ, էլի։ Երբ որ կանայք են տենց իրանց սերը շուշուտ փոխում, իրանց ոնց էին անվանում։ Չեմ հիշում ես տենց բան։ Ես տենց Ես էլ չեմ հիշում։ Ես տենց Իսկ բառեր։ դուք հիշում եք։ Չէ, չենք հիշում, ոչ մեկ չի հիշում։ Այս բառեր մենք չգիտենք։ Այո։ Բաքսորների ֆանտասմագորիկ երկրում, Այո։ Ֆոկուսնիկներով։ ֆոկուսնիկներով եւ վայ սոցիոլոգներով լի, ագնեն փոխիցել մի դուրակություն երթական դուրս է տալի։ Ինչ են գրել։ Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իսրայելի հետ կապերը։ Այդ հիմա, երբ որ պատերազմը, մեր արևանը, շատ կարևոր կապեր է։ 5000 տարվա արևանը ընդ որում։ Այո, այո։ Մեղմ ասած լավ չեն հարաբերությունները։ Մենք Իսրայելի հետ գեսոն փողոցում լակոտներ են դառնում, որ հաբարգում են միջով առաջի լավ չափալախը։ Չրփը։ Այդպես պրոստը երկրին են չափալախել, էլի չեն նայել։ Չրփը, առաջի չրփը։ Ասենք հрьяաները ինչ գալու են մեզ պաշտպանեն, нафиг мы им нужны։ Սաղքան գերազում են հակառակը։ Չգիտեմ, ինձ թվում է մեր մասին հարասակ չեն մտածում այդ մենք մեր պես թվում է որ իրանք մեր մասին մտածում են։ Տփոց են ուտելու, ասենք, знаешь, быть таким дебилом։ Ну, Սաղազգի թշնամություն չի։ надо по-другому уметь։ Ես բան չունեմ ասելու, ես լրիվ։ Եթե մարդիկ չեն կարողանում այլ կերպ, դինում են այնպեսին, ինչպեսին ստացվում է։ Դե դու ասա։ Անցնենք հաջորդ լուրին, որը գրել է News AM-ը։ Ասում են նոր սահմանադրությունը չպետք է հղում պարունակի անկախության հռչակագրին, ասել է Փաշինյանը։ Պարամ բու։ Դե հա, էդի մենք ասում ենք վաղուց։ Եկեք 1 րոպե լռությամբ։ Ինչ։ Սքանք էս լուրը։ Նայ, այս լուրը, ախր ինքը այս լուրը, ինքը տենց մի հատ շղթայական լուրերի շարք է։ Անկախության հռչակագիրը, եթե չի լինում սահմանադրության հղում չի լինում անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ պետությունը, որը ստեղծվել էր անկախության հռչակագրի հղումով, այլևս չկա։ Արդեն դա վատ լուր է, то есть մեր պետությունը այլևս չկա։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը կյանքում ոչ մի բան չի կառուցել, ոչ երբեք, ոչ մի բան։ Հետևաբար դժվար թե հաջորդ ինչ որ ուրիշ պետություն կառուցի ինքը, այս վերացրել, ինքը վերացնելու հետ լավ է, էլի, կառուցելու հետ չունի։ Հետևաբար էսի ոնց որ նաև տենց ինչ որ կոստինի լուրա, որ մենք այլևս պետություն չենք ունենալու։ Դրա մասին է։ Էսի լուրը այն մասին, որ մեր արժեքային այն հենքը ոչնչացված ամբողջությամբ եւ հիմա օրենսդրորեն դա ամրագրվում է, որ մենք այլևս տենց պրոստը լավ ուտելու եւ ամիրանի վրա խորոված անելու մասին ժողովուրդ ենք, էլի։ Էս դրա մասին է այս լուրը։ Ու տենց լիքը բաներ, էսի տենց պրոստը լուր չի, էլի, էսի լուրա, որի հետևում կա տենց մի 1000 հատ վատ։ Ամիրանը ուզում են անվանափոխել, չէ՞։ Այս լուրն ունենք։ Հա, էլի։ Որտեվ Ամիրյանը ամենաշատ անվանափոխված փողոցն է եղել։ Վերջին, էս էլ եթե հաջողվի, վերջին 30 տարում արդեն կլինի 4-րդ անգամ անվանափոխում։ Կարելի է Սուրետ Հուսեյնովի փողոց դնել, ի՞նչ կլինի։ Չգիտեմ դա ով է։ Մի տվեք նման մտքեր։ Ոնց, բանը, հետո Էլչիբեին գցեց Ալիևին վերեց։ Կարելի է։
Գալի Հայր Ալիևի անունով թողանեն, ինձ էլ կարող։ Գեյդարի Ջեմուղի։ Ճեմուղի, հա։ Բայց ախպերս ուզում եմ հասկանամ, ինչ եք ուզում իզնից, արա, այդ ֆոտին փողոցով դες ապրում եմ։ Դեռ։ Ես ապրում եմ այնտեղ, էլի։ Тяжело тебе, тяжело։ Շատ դժվար է։ Լսի, բան եմ ասում, պատմում է դրա հետ կապված։ Հոկտեմբերի 27-ը, որը նաև իհարկե ինքը տխուր առիթ է, բայց եղել է մի հատ շատ զավեշտալի մի հատ պատմություն այդ հոկտեմբերի 27-ի։ Բանի, Ռաֆայել Ղազարյան կար ակադեմիկոս, կհիշես։ Ռաֆայել Ղազարյան։ Ռաֆայել Ղազարյանը այդ որ արդեն լուրը հայտնում են, որ հոկտեմբերի 27-ը ահաբեկիչները մտել են այդ Բամբով Շոմեսյանին, ուրեմն դե ինքն էլ հարգված ակադեմիկոս է Ռաֆայել Ղազարյանը, այդ խառը պահին սկսում է զանգել բոլոր պաշտոնյաներին, ասում ով կա այնտեղ ներսում կապ հաստատեն, բան կարևոր բան ունենք խոսալու, բան կարևոր։ Ասում են ինչ ա եղել, ուզած ինչ ա, ու մի հատ մարդու անուն ա տալի, հետո եթերից հետո կասեմ։ Ասում է, այսինչ Էսիչյանին հո չեն սպանել, ինչ որ մի հատ անկապ մարդու էլի, вообще ոչ մեկը։ Սա խոսում են, չէ, ոնց որ չէ, այդ մեր տվյալներով չէ։ Խնդրում եմ մի հատ ճշտեք, հո այսինչ Էսիչյանին չեն սպանել։ Ես մարդիկ մտածում եմ շատ կարևոր է, էլի, ակադեմիկը զանգում է, բան, այդ խառը վիճակն, Հայրի Հունանյանեն կլնդե, բա, ոչ։ Զանգում ճշտում բան ասում են, չէ, էլի, չեն բան արել, չեն սպանել, նորմալ է, այդ ինչ Էսիչյանը ողջ առողջ ասենց ցան, փառք Աստծո, մարդը որ դուր ասում, կներեք էլի, ասում ուղղակի ես չգիտեի որ դուք այդքան մոտ եք այդ ինչ Էսիչյանի հետ, էլի, որ սենց էս խառը վիճակում անհանգստացած 1000 կանալ խառնելով բան զանգում եք, որ էս ինչ Էսիչյանին, ասում չես ընդհանրապես նրա այդ մոտ չեմ, ասում բայ դեպքում ինչ եք, պարոն Ղազարյան, տենց անհանգստացած բանց, լսեք, եթե նրան սպանեին, շատ հնարավոր է անպայման ես կարծում եմ որ նրա անունով որևէ փողոց կանվանապ կոչեին եւ գրողը տանի դա կարող է լինել հենց իմ փողոցը ինքը դուց ասես սկսել է վարել էլի ես պատմությունը չգիտեի դու չէ Շատ հետո կհիշացես կասեմ ում մասը Ռաֆայել Ղազարյանը շատ երևելի մարդ էր, բայց իր ամենահայտնի արտահայտությունը ինքը դեպուտատ է եղել առաջին գերագույն խորհրդում։ դե դու առաջի գերագույն խորհուրդը առաջի բանը ինքը հետաքրքիր էր այդ միակ դες պարլամենտի նմանն էր էլի Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ պրոբլեմատիկ վիճակ էր Տեր-Պետրոսյանը ելույթ անելում դե ինչ բայց ինտելեկտը ասում խոկա մի անգամ սա տեղնակցում բոլոր տենց հակափաստարկներով ամեն ինչ սա տեղնա դնում բայց մարդիկ ճիշտ են բայց չեն կարող այդ իրան հակաճառեն էլի կարողանում է Տեր-Պետրոսյանը կառավարի սիտուացիան Ռաֆայել Ղազարյանը խոսքը վերցնում ասում հարգելի Լևոն մեր բոլորի դժբախտությունը հենց ձեր խելքում է մի խոսքով լավներ Ահա, նա ես, չէ, ESP բան ասեմ, մի հատ հետաքրքիր ասեմ։ Ուրեմն կոչ թոշակառուներին, վարչապետի կողմից կոչ է եղել թոշակառուներին, հետաքրքիր կոչ է, երկու մասից է բաղկացած, առաջին մասով կոչ է անում մեր վարչապետը թոշակառուներին չլսել չուզողների ձայները եւ երկրորդ մասով ճամփորդել Թոշակառուներին մաքսիմալ հեռու, մաքսիմալ անվերջ։ Լսի, այդտեղ երկու ձևի ես կարամ ես լուրի վրա սուրվեմ, մեկը այն որ տիպը ընկեր, ասենք կենտրոնից նոր 2000 դրամ է տաքսին, էլի, ասենք արդեն թոշակի մեջ չի տեղավորվում, դաժե տաքսիով ճամփորդել է։ Այնտեղ տրանսպորտն է թանկացել բան տեղում, մեկ իրանք չեն կարող ճամփորդեն քաղաքի մեջ։ Ինքը դեն որ Լառնակ կա, բան Կիպրոս, ես իմիջ բան, այս պարզ այս ապուշություններն է ես հիշեցի մտածած հետաքրքիր բաներ երևի նայես առումով հիշեցի մի անգամ բանը գեներալ Մանվելին որ ճանապարհում էին ասենք ինչ որ ֆրանսիական բան որ գնում էր ասես մեծ սաստավ էր հավաքում լիքը տենց ինչ որ ով կար չկար գալիս են գեներալ Մանվելին ճամփելու ու մի հատ բան կար դաստակ կար էլի են կլարնետից Կոստյանց դաստան գիտես Կոստյան չէ Կոստյանց դաստան գիտես Կոստյան Դրանք էլ են եկել, բան ոչ ճամփելու, եկել էս մավլեիկա սենց մոտեցավ, ինքն էլ շատ սուիվերնի էր, էլի, այտենց բաներ, սենց արա դուք եկեք այրոպորտ։ Ասած եկել ենք ձեզ ճամփենք, էլի, գեներալ ջան։ Արա ասած ձեր ճամփածներից ոչ մեկը հետ չեկել է։ Դուք եկեք։ Մի զանգեր։ Ես չգիտեմ ինչ ճամփորդություն է կոչանում թոշակառուներին մեր վարչապետը, բայց
բացի իմ իմացած ճամփորդություններից ուրիշ ոչ մի բան թոշակներով չեն կարող անել։ Չէ, հիմա Հələ դժվար դա Դա էլ չեն դաժե կարող չեն կարող անել Առանց հավելյալ Ինչ որ օգնության։ է։ Նրան մեկնաբանել անհնար է։ Պաստիֆոնը տարածել, երբեք չենք մտածել, որ կգա մի ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին կամ կվախենա խոսել ցեղասպանությունից, Արցախից։ Գագիկ Ծառուկյան։ Հա։ Ես չգիտեմ Գագիկ Նիկոլաևիչը այդ ամերիկյան կինոն նայած կնի թե չէ, բայց դա մարգարեական կինո էր։ Ով չի նայել, խորհուրդ եմ տալի նայել, կոչվում է ոնց հայերեն թարգմանեմ, հա? Don't look up, մի նայեք վերև։ Կինոն լավն է, սպոյլ չեմ Ապա չպատմես կինոն։ Չէ, չէ, Ես խոստացել եմ այս։ ակնհայտը մերժելու, հերքելու վարպետության մասին է այդ Ինքը կինոն։ շատ հետաքրքիր խորը կինո է, Կինո որտեղ բոլորը չկարա կան։ պատմեմ, ինքը այսականից խորը կինո է, բայց հաստատ խորհուրդ եմ տալի, այս վիճակն է, նույնը եթե Գագիկ Նիկոլաևիչը չինել, իրան է խորհուրդ կտամ, իրան էլ հասկանալի կլինի ինչ է կատարվում, նու հասկանալի նաև այդ կինոյի օգնությամբ։ Սենց ասեմ, հա, իրոք դա անհնար էր մտածել, որ մենք ասի Արարատին մի նայեք։ Իհարկե։ Ասենք այդ ֆանտաստիկ կինոները մանած սովետական այտենց ապուշ հասարակություններ էին նկարագրում ապագայում, հա, Օրուելից սկսած, հա, այտենց եւ մնացած, այդ ապուշ հասարակությունը մեր մոտ հենց աշներից առաջ կառուցվեց։ Ապա գիտես թե յոն, հա, որ Բայց վերջից մտ մեմ տեսա, ասում է, մենք երբեք չենք պատկերացնի, որ փչացած կապիտալիստական երկրների մասին քարոզչական ռոլիկները ճիշտ դուրս կգան։ Համես ճիշտ դուրս են բրատ։ Լրիվ ամենի խնդիրն էր, որ այդ ռոլիկ թողարկողին էլ չէին հավատում իրար ներսում։ Այդ էր խնդիրը, թե չէ ամեն ինչ իդեալական ճիշտ էր ապե։ Սա ճիշտ էր։ Սա ճիշտ է, տենց էլ եղավ։ Սովետական ռոպագանդան կապիտալիզմի մասին ճիշտ էր։ Օրուելը բացի, ծերից ծեր սա ճիշտ է եղավ, մեր գլխին եղավ այդ։ Ասենք։ Այսօր եմ գրել նախագահի պաշտոնում ձեր հատկանիշները դրսևորվում են նորովի Նիկոլ Փաշինյանը Վահագն Խաչատուրյանին։ Այդ նորովի հատկանիշը Թագուհուդիակի այդ սելֆի անելը, նորովի հատկանիշը Ալիևի առաջն սկզել շնորհակալություն ասել, ես չգիտեմ միջև, հիմա ոչ մեկ ինձ չբացատրեց ինչի համար էին այդ բազում շնորհակալությունները, նորովի հատկանիշներն են Վահագն Խաչատուրյանի։ Դա նոր բան է։ Վահագն Խաչատուրյանի 50 երանգները։ Մի քիչ դժվար է պատկերացնել։ Վահագն Խաչատուրյանի 50 երանգները մի հատ սև երանգ է, էլի։ Կամ գործ չէ։ Դե բայց ասենք դե նորովի է, այդ ում մտքով կանցներ, ասենք թաղմանը սելֆի աներ։ Նու, ասենք ասեմ, մի հոգու մոտով անց է, ես դա տեսել ապշել էի։ Բանի են հաց բերողը այն 16 թվին որ մեռել էր, 16 թե 17 թվին որ մեռել էր, ես ոնց լավ հիշում եմ, բանում էի Մոսկվայում էի այդ պահին գտնվում, եկել դերեմ մի հատ աղջիկ գնացես դիակից սելֆի արել, գցել է Facebook։ Մի ահել աղջիկ նախագահ չէ անի, հայ, բայց պաշտոնական արարողություն չէր, սա աշխարհի կենտրոնը ամենակարևոր բաներից մեկը քիչ է թե ինքը դիակի հետ այդ բարոյական նորմերի խախտումը դնենք մի կողմ գոյություն ունի պրոտոկոլ, որի մասին բնականաբար նա տեղեկացված է եղել, որ թագավորական նման արարողության ընթացքում նկարել ֆոտո, վիդեո նկարահանում արդյունքված է։ Հին հայկական կենցաղից ինչ իրա հիշեցնում մեր Վահագն Խաչատուրյանը։ Թթվիկար, ապրես։ Դասական թթվիկար է ինքը։ Լավ։ Ինչ-որ մի բանի համար պետք է, բայց այն շուտ մի շատ է պետք է, էլի։ Ամեն ինչով կարելի է փոխարինել։ Հա, էլի։ Հետաքրքիր բան է ասել Արմեն Աշոտյանը։ Քո նախքին թե հիմիկվա լավ գործող։ Հա, քո գործող պաշտպանյալներից։ Շատ հետաքրքիր բան է ասել, կստացի ինձ շատ դուր եկավ։ Ինքը առաջարկել է, որ ակցիաներ անեն, բան էս եվրոպացիք որ գալիս են Հայաստան, այս մայիսին։ Ինքը առաջարկել է ակցիաներ, այդ ցած դե պարզ է, անդեղ ոբշի ստանդարտ ակցիաներ փողոց, բան, ոչ էս ցած էդի հետ, բայց հետաքրքիր բան է, ինքը ասում է, ախպեր, մարդկանց կոչ անում, ասում է, թե դու մատուցող ես, այդ բաները, այդ եվրոպացիք դե թե հաց ուտեն, միտը մնան, դու մատուցող ես, եթե դու ինչ-որ հյուրանոցի աշխատող ես, բան անպայման այդ եվրոպացին առանձին բռնի ու պատմի, որ այս երկրում բռնապետություն է։ Կստացի այս նկարագրածը կիրառության մեջ տեսել եմ Բելարուսում։ Ես դա տեսել եմ 15 թվականի ընտրությունների ժամանակ
եղավ խնդրեմ, որովհետև դաժե այտենց ընտրված, ֆիլտրված վարորդներից եւ ԵԽԽՎ-ի վարորդներից մի քանիսը մոտեցել են ԵԽԽՎ պատվիրակության առանձին բողոքել են Բելարուսից։ Ու դա ասեմ ձեզ, որ ինքը բավական մեծ քննարկում, մեծ խնդրեմի խնդիր առաջացավ, դարձավ այնտեղ ընտրությունների արդյունքների ճանաչման այդ զեկույցի գրելու ժամանակ։ Իրանք ասին, որ նույնիսկ եթե պատկացեք այդքան վախ հաղթարելով մարդիկ եկել են այս բողոքում են, ուրեմն ըստ երկում իրոք մեծ խնդրեմ կա։ Հետաքրքիր բան է։ Շատ Ժորժ ջան, ես երկրորդ եմ այդ կոչը, որովհետև այս այն փողոց փակել, պլակատ բռնել, բան այդ սաղ էտի ստանդարտ բաներն է, ինձ դրա ես չեմ դառնում պլյուս մինուսով սաղել արել են այս մի 8 տարի։ Աշոտյան Արմենը կոչանում բոլոր այն մատուցողներին, բոլոր այն վարորդներին, սպասարկող անձնակազմի մեջ ներգրաված մարդկանց, այդ եվրոպացիքին առանձին եթե բռնում եք, անպայման իրանց առանց պալի տնելու տենց գյոզերով պատմեք, թե ինչ բռնապետության մեջ ենք մենք ապրում, որ մարդու իրավունքները խախտվում են, ունենք լիքը քաղբանտարկյալներ, մարդկանց այդտեղ ձերբակալում են, հալածում են։ Մի խոսքով, էդի արեք, դա շատ արդյունավետ բան է։ Կամ նախապես ունեցեք փոքրիկ նամակ արդեն այդ տեքստը։ Չէ, նամակ պետք չի, դու ինչ մի հորինեցի նամակ, չէ, պետք չի։ Գրավոր, մնավոր ոչ մի բան մի տվեք, տենց առանձին բանավոր ասեք։ Մի կարևոր ես ավելացում ունեմ, Ժորժ ջան, այն մարդկանց ում որ ուղղված է կոչը, եթե դա անեք, վերջում Շենգեն վիզա չուզեք, սա հարամ կլինի։ Արա դե չէ, այդ մարդիկ հասկանում են, որ դրանք չեն տվողը Շենգեն։ Ապա դա Չէ, չէ, ախպեր, չէ։ Դե ոչ էլ կարող դան, էլի, դες մի ուզեք իրանց։ Ուզում ասեմ, արխային եղեք, արխային կարակ էտի անեք, ոչ մի խնդրեմ դա չի առաջացնում, ոչ մի գրավոր բան մի տվեք, բանավոր պրոստա տենց ասեք, որ էսի պատմեք իրականությունը մեր երկրի մասին։ Ինչ բռնապետական կարգեր են։ Մարդ որ չգիտեր Մանդելանով է, սրանից մի 10 տարի առաջ, հետեւյալ նա հայտարարություն արել, ոսկե Ժեխապետի մասին է, մենք Սոկրատեսի հետևորդն ենք, թողների ինձ Պլուտարքոս։ Հետո ասե Նիկոլ Փաշինյանը։ Ովքեր այդ բառերը կարացել է արտաբերի ինքը։ Յանի գիտի ովքեր են, էլի։ Ճիշտ ասած, ինձ մոմենտ հույս ունեցա, որ կարող է բանին նկատի ուներ, որ ասում է Սոկրատեսի հետևորդն ենք։ Բրազիլիայի հավաքականում շատ լավ ֆուտբոլիստ կար Սոկրատեսին, տարկակիցները կհիշեն, արդեն մահացել է այդ մարդը, ու եկա ֆուտբոլիստ էր։ Միգուցե տեսել է, բայց հետո ասացի ֆուտբոլից է բան չի հասկանում, ախր։ Ինչ Պլուտարքոս, ինչ Սոկրատես։ Ինձանից քեզ խորհուրդ, եթե մեզ նայում ես։ Սոկրատեսի վերջը քո գլխին գա, եթե դու իր հետևորդն ես։ Եվ ես կարդամ իմ վերջին լուրը, տխուր լուրով եմ ուզում այսօր փակենք եթերը։ Հիմա ինչ անենք, մի 2 րոպե լուր նստենք, sense տխուր դեմքերով։ Ինչ լուր է, սպասի մա թու ասի, տենենք ինչ դեմքով ենք։ Հրապարակն է գրել։ Հրապարակը տխուր լուրեր է գրում։ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին։ Ահա քեզ Իլոն Մասկ։ Մասկը չէ դրանց կուսակցությունը։ Ոնց ուզում եք ասել, որ հետագա տարիները մենք ապրելու ենք առանց Հովիկ Աղազարյանի մտքի գոհարների։ Իսկ եթե լուրջ, ապա Հովիկ Աղազարյանին 100 անգամ ես ընթացքում բացատրեցի, որ իր միակ քաղաքական արժեքը այս պահին դա իմպիչմենտին իր մասնակցության հնարավորությունն է։ То есть այդ իր ստորագրությունը վրանից էր դողում Հովիկ Աղազարյանը։ Յանիմ տենց հեսա 3 ամիս հետո ես ինչ էր անելու։ Ընդամենը 2 ամիս հետո այս ընտրություններից հետո ոչ մեկ չի հիշելու ոչ Հովիկ Աղազարյանի գոյության մասին, ոչ Հակոբ Ասլանյանի գոյության մասին։ Իրանց քաղաքական արժեքը դառնալու է 0 ինչպես եւ այտենց էր ինչեւ։ Հակոբ Ասլանյանին հիմա էլ չեն հիշում։ Հովիկ Աղազարյանը просто կլոր քաչալ է։ Շուտ է խոսում, դրա բար է հիշում։ Բայց ինչ է խոսում մեկ ոչ մեկ չի։ Ես մարդ գիտեմ, որ Հակոբ Ասլանյանին շատ հաճախ հիշում է։ Հա, ամեն օր այդ ես ամեն օր հիշում է։ Ես տենց մարդ եմ ճանաչում։ Այդ հիմա հերո չի մեզանից այդ մարդը։ Հիմա այս տարածքում է գտնվում։ Ամեն օր հիշում է։ Ես էլ այդ մարդուն ենքան շատ եմ սիրում։ Ես եմ շատ սիրում այդ մարդուն։ Բոլորիս Ես որ ինքը հիշում է բանին Հակոբ Ասլանյանին, ես էլ եմ միանում հիշում Հակոբ Ասլանյանին։ Ես չեմ շփվել Հակոբ Ասլանյանի հետ։ Այդ մարդը շփվել է ինչ-որ շատ տպավորված է։ Ես էլ միանում եմ այդ տպավորություններին, ես էլ եմ հիշում։ Բոլորս եկեք բոլորս հիշենք Հակոբ Ասլանյանին, այո, ամեն օր։ Այդ լավ մարդու խոսքերով։ Այո, այսօր Ժորժ ջան, այսքանն է կամերային լուրերը, մենք էլ արդեն մտնում ենք նորից մեր ցիկլի մեջ, տա Աստված, բայց ոչ մի էլ խնդիրներ չլինի։ Եվ տա Արոն։ Եվ հա, տա եւ Արոն էլ էդ եմ ասում, Արոն չբացակայի մեր օպերատոր եւ մենք միշտ ձեզ հաճախ ձեզ տեսնենք եթերում։ Լավ եղեք, լավ մնացեք։ Մեկնաբանություններում ինձ գովեք։
մի մոռացեք բաժանորդագրվել մեր Instagram-յան էջին, մեր YouTube-յան ալիքին, դարձեք մեր Patreon-ը, մեզ լավ բաներ գրեք, տղաներին կարաք այդքան էլ չէ, ինչ շատ գրեք։ Շնորհակալություն, որ մինչև վերջ մեզ նայեցիք, շատ ուրախ էինք ձեր հետ կրկին հանդիպելու, մինչ նոր հանդիպում։ Այս ռիպսիկին հիշում եք Ջեբեջան, որ եկավ մեր մոտ յուր։ Տեսակ եկավ մեր մոտ, գնացել են ընդ օվերդոզ են բացել։ Բայց շատ լավ ու հաջողված բան է ստացվել։ Հիմա ով ապլագիատով զբաղվում ենք, թե իրեն։ Չէ, իրականում եթե ճշտով մենք, Մենք ենք զբաղվում։ որտեվ ես ռիպսիկին եմ վախտերավիրել, ռիպսիկ ասաց մենք այդ հաղորդման պրոյեկտը ունենք այն ամենասկզբում հələ ոչ մի Բայց փաստացի դու հրավիրել ես պրոյեկտին, չէ՞։ Նշանակում է, որ չես արել պլագիատ, դու արդեն ունեիր այդ Ամառ ոչ մեկից պլագիատ չար, եկեք հաջողություն մաղթենք ռիպսիկին, Արփինին եւ Փայլակին, ընտիր հաղորդումա սաղս նայում ենք ձեզ խորհուրդ ենք տալին դուք էլ նայեք։ Այսօր այսքանը ու ժամից անցել է։